2018-ին Նիկոլ Փաշինյանը փողոցից եկավ իշխանության խոստանալով նոր Հայաստան։ Հանրապետության հրապարակը լցված էր փոփոխություն պահանջող մարդկանցով, իսկ այդ մարդկանց Փաշինյանն ու իր թիմը խոստանում էին կոռուպցիայի վերացում, արդարություն, տնտեսական հեղափոխություն, ուժեղ բանակ եւ հաղթանակած Արցախ։ 8 տարի առաջ իշխանության եկած այսպես կոչված հեղափոխական իշխանությունը խոստանում էր արմատական փոփոխություններ գրեթե բոլոր ոլորտներում։ Այդ խոստումները հնչում էին ամեն օր հրապարակներում, ուղիղ եթերներում ու նախընտրական հանդիպումների ժամանակ։ Բայց այդ խոստումները այդպես էլ մնացին միայն հենց խոստում։ Ավարտին է մոտենում Հայաստանի համար ճակատագրական համարվող խորհրդարանական ընտրության քարոզարշավը։ Ուղիղ 5 եւ 8 տարի առաջ եւս նախընտրական շրջան էր։ Նիկոլ Փաշինյանը շրջում էր նույն բնակավայրերով ու կրկնում նույն խոստումները, որոնց մասին խոսում է նաեւ այսօր։ Իսկ երբեմն նույնիսկ ասում է բաներ, որոնք տրամաբանական առումով հակասում են իր նախկին հայտարարություններին, հատկապես Արցախի թեմայով։ 8 տարի առաջ 2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հրավիրել էր հրապարակ ու հայտարարել. Փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են առնում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են բացում, որ հայտարարեն, թե Փաշինյանի կառավարությունը, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու։ Դուք պատկերացնում եք, ես Ղարաբաղի հարցով դեռ մի բառ չեմ բանակցել։ Նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու։ Իրանք իրանց հետ են շփոթում։ Այդ հայտարարությամբ Փաշինյանը ըստ էության վստահեցնում էր, որ ինքը չի եկել Արցախը հանձնելու։ Սակայն ընդամենը 1 տարի անց արդեն Ստեփանակերտի հրապարակում նա հայտարարում էր. Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այդ ժամանակ այս հայտարարությունը ներկայացվում էր որպես անբեկանելի քաղաքական դիրքորոշում։ Սակայն հետագա իրադարձությունները լրիվ այլ զարգացում ունեցան։ Չնայած պատերազմին 2021 թվականին Հայաստանում կրկին նախընտրական շրջան էր։ Արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվել էր, Արցախի մեծ մասն արդեն անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե տեսնում է ավելի մեծ հնարավորություններ Արցախի հարցը հայկական կողմի օգտին լուծելու համար։ Ես այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան թե դա գոյություն ուներ 4 տարի առաջ։ Սակայն նույն այդ երաշխավորը, որը ի պաշտոնե նաև Արցախի անվտանգության գլխավոր պատասխանատուն էր, ընտրությունից ընդամենը 2 տարի անց 2023 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարում էր. Հայաստանի Հանրապետությունը, այո, ճանաչում է Ադրբեջանի 86,600 տարածքային ամբողջականությունը։ 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Բայց դեռ 2018-ին Արցախի վերաբերյալ խոստումներն ու երաշխիքները այսքանով չէին ավարտվում։ Փաշինյանը վստահեցնում էր, որ ժողովրդից գաղտնի որևէ փաստաթուղթ չի ստորագրի եւ որևէ որոշում չի կայացնի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Երբ որ իմանամ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ եւ դուք կորոշեք, մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չեք գնում։
Փաշինյանը, որը Արցախի կեսից ավելին հանձնեց գիշերը գաղտնի ստորագրությամբ, 44 օր շարունակ հայտարարում էր հաղթում ենք, 2021 թվականի քարոզարշավի ժամանակ ասում էր. Չհավատակ, երբ որ ձեզ կասեն, թե մենք ինչ-որ բան ուզում ենք ինչ-որ մեկի տանք, մենք չենք կարող։ Փաշինյանը, որը տարիներ առաջ հայտարարում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, որը խոստանում էր վերադարձնել Շուշին ու Հադրութը, այսօր 8 տարի անց ոչ միայն հրաժարվում է նախկին ձևակերպումներից, այլև արդեն հարցականի տակ է դնում նույնիսկ Արցախի հայկական պատկանելիության մասին տարիներ շարունակ հնչեցրած սեփական թեզերը։ Արդեն Սյունիքում, որտեղից ի դեպ սկսել է նաև 2026 թվականի քարոզարշավը։ Այսօր ինչ խոսում են, ասում են Ղարաբաղը, Արցախը, Ղարաբաղը, Արցախը։ Ասում են հող ենք կորցրել։ Այդ հողը ինչով է մերը եղել։ Ինչով, մի հատ բացատրեք ինչով, այնտեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք այնտեղ, բնակավայր ինչով է մերը եղել։ Որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Մինչդեռ տարիներ առաջ հենց նույն իշխանությունն էր խոսում Արցախի ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների եւ պետական ծրագրերի մասին։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու է Վարդան Սրմաքեսը Հայաստանում եւ Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում եւ զարգացման ծրագրեր իրականացնում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում։ Բայց հետաքրքիր է, որ Փաշինյանն այսօր Սյունիքի մասին կրկնում է նույնատիպ ձևակերպումներ, ինչ տարիներ առաջ անում էր Արցախի վերաբերյալ։ Սյունիքը եղել է կա եւ կլինի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Սակայն Փաշինյանի կոշտ հայտարարությունները Արցախի վերաբերյալ այսքանով չեն ավարտվում։ Քարոզարշավի այս օրերին նա արդեն հստակ հայտարարում է. Չկա Ղարաբաղի հարց։ Ով որ ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ ունենալու Հայաստանի ժողովրդի հետ գործ անել։ Փաշինյանի ելույթներում հնչում են նաև կոշտ գնահատականներ ու սպառնալիքներ, սեփականությունը խլելու, վիշապի գլուխները կտրելու մասին։ Նիկոլ Փաշինյանը, որը դեռևս 2021 թվականի քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, որ իշխանությանը խանգարում է Թավիշը եւ խոսում էր պողպատե մանդատի անհրաժեշտության մասին, այսօր այդ նույն պողպատե մանդատով, որը մուրճի տեսք ուներ, իրեն սպասարկող մեքենայի պիկապի թափքից սպառնում է ընդդիմադիր կամ իրեն հակառակվող գործիչներին։ Մենք բազմագլուխ հետ հրեշի գլուխները ջնջխելով եկել ենք եւ ահա հասելա վերջին 3 գլուխը։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։